Չնայած խոստումներին Հայաստանի Սահմանադրությունն արդարադատության նախարարի գլխավորությամբ բարեփոխող խորհուրդն այդպես էլ առայժմ չի հրապարակում մայրօրենքի նախագծի այն տարբերակը, որն առաջարկելու են դնել հանրաքվեի։ Փոխարենը Բաքվում չեն մոռանում Երևանի հետ նախաստորագրած խաղաղության համաձայնագիրը վերջնական դարձնելու իրենց գլխավոր նախապայմանի մասին։ Այն է Հայաստանի Սահմանադրությունից հանել 91-ի անկախության հռչակագրի հղումը, որտեղ ամրագրել ենք Արցախի հետ վերամիավորվելու մեր ազգային նպատակը։ Ալիևի քաղաքական զինակիցները հունիսի 8-ի առավոտից մինչև այս պահը շարունակ քննարկում են մեր երկրում անցկացված վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու ձեռքը պահում սահմանադրական հարցի զարկերակին մեկ ուղերձով։ Բաքուն եւ ոչ մի դեպքում չի հրաժարվելու այս պահանջից։ Սահմանադրության փոփոխության հարցը այդ ամբողջ գործընթացը մտածված կերպով էր ձգձգվում։ Վաղաժամ զիջումները Հայաստանի ընդդիմությանը կարող էին առիթներ տալ դավաճան կոչելու իշխանությանը, բայց այժմ Փաշինյանի թիմը հապաղելու պատճառ այլևս չունի, ուրեմն հարկավոր է կատարել ստանձնած պարտավորությունները։ Հասկանում ենք, որ Հայաստանի նոր սահմանադրության տեքստը հանրաքվեի դնելու համար Փաշինյանը նորընտիր խորհրդանում բավարար քվեներ չունի, սակայն դա անհաղթահարելի խնդիր չենք համարում։ Այո, չունեն 2/3, բայց ունեն փխրուն ընդդիմություն, որի հետ հնարավոր է աշխատել ճիշտ այն նույն մեթոդներով, որոնք կիրառվեցին նախընտրական շրջանում։ Հայաստանի Սահմանադրությունը չփոխվի, չի լինի նաև խաղաղության պայմանագիր ադրբեջանական հեռուստաեթերներում իրար հերթ չտվող ադրբեջանցի փորձագետներն են հայտարարում։ Մինչդեռ հայաստանյան վերլուծական շրջանում էլ համոզված են հնարավոր սահմանադրական փոփոխությունների դեպքում անգամ խաղաղության պայմանագրի տակ Բաքուն վերջնական ստորագրություն չի դնելու։ Բաքվի հնչող ուղերձները փորձագետների մակարդակով, պաշտոնատար անձանց մակարդակով ցույց է տալիս, որ Ադրբեջանը շարունակում է օգտագործել այդ գործընթացը Հայաստանին նվաստացնելու, Հայաստանի համար բարդ իրավիճակներ ստեղծելու նպատակով, եւ դա համարում Հայաստանի դեմ մղվող տեղեկատվական ու հոգեբանական պատերազմի կարևոր ու լուրջ գործիք, որը Ադրբեջանը կիրառում է մեր դեմ։ Նույն տրամաբանությամբ ըստ ադրբեջանագետի Բաքուն առաջ է մղում նաև այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի թեզը, որն իբրև թե ինքնիշխան Հայաստանն է շղթայում պահում հայ ռազմագերիների հարցը։ Գործընթացի շարունակականությունն է հնարավորություն տալիս Բաքվին մաքսիմալ զիջումներ կորզել Հայաստանից եւ ինքը շարունակել է այդ գործընթացը։ Ես հույս ունեմ, որ Հայաստանում կգտնվի այնքան քաղաքական կամք եւ խելամտություն, որ երբևէ նման տեքստեր չեն դրի հանրաքվեի առհասարակ, որովհետեւ դրանք վտանգ են պետության ու հանրության համար։ Այն, որ Հայաստանի նոր սահմանադրության տեքստում պետք է չլինի հղում անկախության հռչակագրին, Նիկոլ Փաշինյանը եւ իր առաջնորդած քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից բազմիցս են նշել, թե ինչ որոշում կընդունի նույն քաղաքական թիմից արդարադատության նախարարի գլխավորած խումբը դեռ հայտնի չէ։ Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ Սրբուի Գայլյանի գլխավորած գերատեսչությունից։ Սահմանադրության նախագիծը հրապարակելու նոր ժամկետներ առայժմ չկան, տեղեկացրին նախարարությունից։ Հայաստանը փաստացի չունի գործող ազգային ավիափոխադրող։ 2021 թվականին Հայաստանի կառավարությունը որոշեց կրկին ստեղծել ազգային ավիաընկերություն։ Ստեղծվեց Fly Arnan։ Հայաստանի պետական ներդրումային հիմնադրամի եւ Air Arabia համատեղ մասնակցությամբ կառավարությունը հայտարարում էր, որ այն պետք է դառնա Հայաստանի ազգային փոխադրողը։ Fly Arnan սակայն ձախողեց, դադարեցրեց գործունեությունը 2024-ին, իսկ 25-ին արդեն դատարանի որոշմամբ ճանաչվեց սնանկ։ Բյուջետային այդ կամպանիաները, ընկերությունները, որոնք որ թույլատրվում են անկասկած իրականացնել այդ ուղևորական փոխադրումները, իրանք մեծ հաշվով այստեղ հարկեր չեն վճարում։ Մինիմալ է իրանք թողած գումարները Հայաստանում։ Եթե տեղական ավիաընկերություն աշխատում, տեղական ավիաընկերությունը բնականաբար եւ հարգվում է լիարժեք այստեղ եւ նպաստում է զարգացմանը եւ туриզմի եւ ուղևորական փոխադրումների։ Ազգային ավիափոխադրող ունենալու դեպքում Հայաստանը կարող է ապահովել ռազմավարական ուղղություններ ճգնաժամերի ժամանակ ունենալ սեփական ավիացիոն ռեսուրս, զարգացնել զբոսաշրջությունը, բարձրացնել երկրի հեղինակությունը։ Հարուստ երկրները կարող են իրանց թույլ տան ահել լիարժեք ավիաընկերությունը կամ մեծ մասամբ տոկոսային հարաբերությամբ սեփականատեր լինելով, ասենք սուբսիդավորել։ 2020-ից հայկական ավիաընկերությունները ներառվեցին Եվրամիության հանձնաժողովի ավիացիոն անվտանգության սև ցուցակում, ինչը թույլ չի տալիս հայկական փոխադրողներին թռչել Եվրամիության օդային տարածք, մինչև վերահսկողության համակարգի խնդիրները չլուծվեն։ Մինչև օրս այդ սահմանափակումը դեռ պահպանվում է, ինչը զգալիորեն սահմանափակում է ցանկացած հայկական ազգային փոխադրողի եկամտաբեր երթուղիները։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ազգային ավիափոխադրող ունենալու հաջողության բանալին ոչ թե ինքնաթիռի պոչին պատկերված դրոշն է, այլ արդյունավետ կառավարումը, մրցունակ տնտեսությունը եւ երկրի կարողությունը դառնալու միջազգային օդային հաղորդակցության կարևոր օղակ։
բավարար քայլեր չի արված, որպեսզի բոլոր այդ պահանջները, միջազգային ավիացիոն կազմակերպությունների պահանջները, որ իրականացվեն ու սև ցուցակից դուրս կանգնենք։ Դրա համար բավարար ժամանակ եղել է իհարկե ավելին, շատ։ Բավարար քայլեր ասելով պետք է աշխատանքներ տանել կոնկրետ այդ բացթողումները, շտկումները անելու համար, որը ենթադրում է պրոֆեսիոնալ ավիացիոն մասնակիցների աշխատանք ու բնականաբար որոշակի ֆինանսական ծախսեր են ենթադրում դրանք։ Արձանագրված 40 ուրեմն թերությունները վերացված են, բայց նաև ի հայտ են եկել նոր թերություններ։ Հայաստանի առաջնահերթությունը պետք է լինի ոչ թե այնքան նոր ազգային փոխադրողի ստեղծումը, որքան Եվրամիության սև ցուցակից Հայաստանի ավիացիայի դուրս գալը, ավիացիոն վերահսկողության բարելավումը գործող հայկական մասնավոր ավիաընկերությունների մրցունակ բարձրացումը։ Այլ երկրների ավիափոխադրողները ցանկացած ժամանակ, ցանկացած իրավիճակում լինի ինչ-որ հարթակակ իրավիճակ, եթե հանգած ինչ-որ աստված չարած է, երկրաշարժ է, պատերազմ է եւ այլն։ Մեկ ժամում բոլորը կլքեն տվյալ նշված ավիաընկերությունները ու Հայաստան այլևս թռիչքներ չեն իրականում։ Տեղական ավիաընկերությունները միակն են, որ իրաց պետության այդ իրավիճակներում պարտավոր են եւ իրականացնում են իրancs վրա տրված այդ բոլոր պարտավորությունները հասարակելու ռիսկերը։ Հետաքրքիր է, որ աշխարհի ամենամեծ ավիացիոն շուկան Միացյալ Նահանգները ընդհանրապես ազգային ավիափոխադրող չունի։ Փոխարենը գործում են մի քանի հզոր մասնավոր ավիաընկերություններ, որոնք մրցում են միմյանց հետ։ Միացյալ Նահանգները համարում է, որ ազատ մրցակցությունն ավելի արդյունավետ է, քան պետական ավիաընկերությունը։ 4200, 5200, 7500 տավարի մսի տարբեր հատվածների ու տեսակների գներն են, որոնք շարունակում են աճել։ Հատվածներ էլ կան, որոնց 1 կիլոգրամի արժեքը արդեն հասնում է 8500 դրամի։ Շուկայում ասում են, միսը քիչ է, դրա համար էլ թանկ է։ Ստանում ենք սպանդանոցին զակազը տալիս ենք, իրանք է գյուղացիքից են վերցնում։ Տենց, իմը գյուղատնտ չէ, դրսից բերված չունենք, դրսից բերված միսը չի կարես գույն լինի, սենց համով լինի, առաջին հերթին, երկրորդն էլ դրսից բերված միսը հաճախորդը մի անգամ կառնի, երկրորդ անգամ չի առնի։ Վաճառողների կողմից հիշատակվող փաստարկներին արձագանքում են նաև ոլորտի մասնագետները։ Նրանց գնահատմամբ տավարի մսի ինքնարժեքը այսօր զգալիորեն բարձրացել է, շուկա հասնող մսի քանակն էլ նկատելիորեն նվազել։ Արդյունքում առաջարկ պահանջարկի օրենքն է գործում, գներն աճում են։ Մասնագետների խոսքով անասնապահությամբ չզբաղվելու հիմնական պատճառներից մեկը կաթի մթերման խնդիրն է։ Նրանք նշում են, որ մթերող կազմակերպությունների առաջարկած գները հաճախ չեն արդարացնում ֆերմերների ծախսերը, ինչի հետևանքով շատ տնտեսություններ հրաժարվում են կով պահելուց կամ կրճատում են գլխաքանակը։ Ցանկացած գյուղում օրինակ եթե ռայոնում էլի նկատի ունեմ, բացվում է մի հատ գործարան, գյուղացին եթե պահել է 2 հատ կով, իր տան, իր առօրյայում իր ծախսերը հոգալու համար, հիմա իրանք մտել են աշխատանքի, էլ այդ չարչարանքը չեն տենում։ Ավելի հեշտ ապրելու միջոցներ են գտել, անասնապահությունը հիմա գյուղացիներ չեն պահում, հիմնականում մեծ ֆերմատերերն են ու վсё, էտա։ Բայց այն ժամանակ որ գյուղացիք էին պահում, արդեն գյուղացին իր ապահովանասունը իմանում էր ինչ գնով վաճառի, գնային փոփոխություններ կարող էր անես, ավելի էժան վերցնես, ավելի էժան ծախես։ Դրան գումարվում է նաև անասնակերի թանկացումը։ Եթե նախկինում ֆերմերները կարողանում էին համեմատաբար մատչելի կերով ապահովել անասուններին, ապա այժմ ծախսերը զգալիորեն աճել են։ Մասնագետները մեկ այլ կարևոր հանգամանք են առանձնացնում։ Վերջին տարիներին կրճատվել են ցանկատարածությունները, այդ թվում կերային մշակաբույսերի։ Արդյունքում անասնակերի արտադրությունը նվազել է, իսկ գները բարձրացել։ Հիշատակված խնդիրներին ավելացել են նաև կենդանիների տարբեր հիվանդությունները, որոնք վերջին տարիներին ազդել են անասնագլխաքանակի վրա։ Դրանց հետևանքով կրճատվել է հատկապես մանր ու միջին տնտեսություններում պահվող անասունների քանակը։ Անասնաբուծության մեջ, եթե նկատում եք, տեսեք, ուրեմն մսի արտադրությունը ավելացել է 7.3%-ով 25-ին 24-ի նկատմամբ, ուրեմն կովերի միջին կաթնատվությունը 25 թվականին շատ ավելի բարձր է եղել, քան 24 թվականին։ Այս պայմաններում սպառողներն էլ են ստիպված լինելու վերանայել իրենց հնարավորությունները։ Շատերն ասում են նախկինի պես մեծ քանակությամբ միս չեն գնում, քանի որ ընտանեկան բյուջեն այլևս չի բավականացնում։ Մինչ ոլորտի պատասխանատուները խոսում են արտադրության խթանման անհրաժեշտության մասին, շուկաներում իրավիճակը մնում է նույնը։ Միսը քիչ է, գինը աննախադեպ բարձր ու սա դեռ վերջը չէ։ Լուսարատ բնակավայրի բնակիչներն են բողոքի դուրս եկել տարրական պայմանների ակնկալիքով։ Ամռան այս տապին խմելու ջուր չունեն, 8-ժամյա գրաֆիկն անհասանելի նպատակ է թվում, քանի որ Վեոլիա ջուրը մարզպետարանն ու Վեդի համայնքապետարանը հարցը մեկը մյուսի վրա են գցում։ Մենք դաշտից գալիս ենք հոգնած։ Ինչ
անենք։ Հիվանդ ամուսին ունեմ, օրը 3 անգամ լվացք եմ անում։ Արտիզիանով եմ ես անում։ Արտիզիանով եմ ես լվացք անում։ Արտիզիան են տանում ժողովուրդը, որ խմեն։ Ինչի համար։ Ընտանիքներ կան 3-4 հատ մանր երեխաներ ունեն, դպրոց պետք է գնամ, հակապարտեզ են գնում, ընդհանուր առմամբ ջուր չունեն, շենքի ապրող, բնակիչ մարդը, առանց ջրի կարի ապրի։ Ես դա թուլանում եմ, ես վատանում եմ, վատավող չեմ, ջուր չկա, որ միան չքնի, չկա։ Միակ տարբերակը, որ բնակիչները ջուր են ունենում, այն է, որ տղամարդիկ մեքենայով Արտաշատից կամ հարակից գյուղերից բերում են ու բաժանում, օրը մոտ 10 անգամ։ Հես այս մարդը գնացել է, հիմա այս ջուրը պետք է դատարկի, եթե նորից բերի, չէ՞։ Ով էր։ Գազեր տվել եմ բոչկայի մարի նորից դրել եմ հայատի մեջը, որ եկող բոչկաներ ունենամ ջուր։ 35,000 ջուրի փող կտայի, ոչ թե կտայի բոչկա ծավի, որ մի 3 օր ջուր ունենա։ 350-ից ավելի բնակիչ ունեցող այս բնակավայրում խմելու ջուրը միակ խնդիրը չէ։ Գյուղատարերը նորմալ չեն գործում, ավելի ճանապարհներն էլ անբարեկարգ են։ Հիմա այս վերջին անգամ երբ եք ազանգել վիոլա ջուր, մարզպետարան։ Մի շաբաթ առաջ եկել ցես անալիզներ վերցեցին ջրի համար, որ յանի մակրո երկու հատ տղամարդ կա։ Այդ տղամարդկանց էլ ասին ջուրը կտանք անպայման։ Միջև հիմա հայերյանց ասել թե ջուր չկա։ Ով էր այդ եկողը, որ կառույց։ Վիոլայից էի։ Վիոլայից է։ Այո։ Խնդիրները շատ են, միայն թե դրանք լուծել որևէ մեկը չի շտապում։ Բնակիչներն էլ որոշել են պայքարի այլ միջոցների դիմել, բայց նախքան դա տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարին են դիմում։ Հուլիսի 5-ին Գյումրի-Երևան ճանապարհին բախվել են Մերսեդեսն ու Օփել Աստրան, վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե պատնեշներին, կոտրել դրանք, հետո էլ բախվել քարերին։ Օփել Աստրայի վարորդը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, վիրավորին առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվորեն ժամանած աշտարակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության, ոստիկանության, Պարեկային ծառայության, Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատար Արտեմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ։ Հուլիսի 5-ին Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին Դավկը ցորտիչով բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե պատնեշներին ու կողաշրջվել։ Վարորդին օպերատիվորեն ժամանած Գյումրի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն է տեղում օգնություն ցուցաբերել։ Նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել, ասել է, որ չի տուժել։ Տեղում էին փրկարարծարայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրի ու Շեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Դեպքի մասին Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից իմ տեղեկություններով այս մեքենաներն էլ վթարի մեջ հայտնված Վրաստանի քաղաքացի Դավի վարորդի ընկերներն են, ովքեր նույնպես կանգնել են։ Հուլիսի 5-ին Վանաձոր Դիլիջան ճանապարհին 57-ամյա Արթուրը Օփել Զաֆիրայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, մասամբ հայտնվել Ձորակում։ Տուժածներ չկան, ժամանել են ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի պարեկները։ Իսկ հուլիսի 3-ին Լադան Երևան-Սևան-Իջևան ճանապարհին Չայնի ոլորաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե պատնեշին։ 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց, նախնական տեղեկություններով վթարի պատճառը դարձել է այն, որ ընթացքի ժամանակ մեքենայի շարժիչի ծածկը բացվել է։ Եվ հուլիսի 3-ին Մայիսյան գյուղում հրդեհ է եղել, այրվել է գյուղի Սարգիս Սարգսյան փողոցի 10-րդ տան բակի խոտածածկ տարածքը։ Բակում գտնվող փայտե արկղերն ու մոխրակույտի է վերածվել կայանված VAZ-2107-ը։ Օպերատիվ են գործել Փրկարարծարայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության Արմավիրի Շեջ փրկարարական ջոկատի Շեջ փրկարարները։ Հենց նրանց շնորհիվ է, որ բնակելի տունը մոխրի չի վերածվել։